անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, երրորդ օրն է արդեն մենք քննարկում ենք կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը եւ քննարկման արդյունքներում եւ քննարկումը ծավալվեց եւ եկավ դարձավ N ինչը կոչվում է նախկին ներկա բանավեճ։ Սա տեղի ունեցավ, ընդ որում տեղի ունեցավ չնախատեսված հանգամանքների բերումով։ Ես ճիշտն ասած այսքան տեսարան առաջի անգամ էր, գուցե նախկինում չեմ նկատել։ Շատ պատահական հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև դե զեկույցը ներկայացնում ես, մեկ է տեսնում ես, այն դռնից ինչ որ մարդիկ են մտնում, սենց արած, գալիս սենց ինչ որ գործողություն են անում, սենց արած, էլի դուրս են գալիս, ասում եմ, այս ինչ հաշիվ է ժողովուրդ, այս ինչ հոսք է, մարդկանց այս ինչ հոսք է, չեմ տեսել դες բան, ես 6 տարի պատգամավոր եմ եղել, 8 տարի վերջը եկել եմ այսքան, գոնե չեմ նկատել, գուցե եղել այլի չեմ նկատել, բայց որ սենց ինչ որ սենց հոսքեր լինի, ասին մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։ Այս մարդիկ մեզ 8 տարի է շշի են շարում, թե ինչ որ բաներ, պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են թաքուն գրանցվում գնում, որ ենթադրենք մի քանի կոպեկ կամ բան ավել ստանան եւ արդյունքում ես դա ֆիքսեցի հրապարակեցի, իրանք ստիպված էին հետո գալ եւ մասնակցել ելույթների փուլին եւ ելույթների փուլին մասնակցելով մենք էլի եկանք հանգեցինք նախկին ներկա բանավեճին եւ դա փաստա չնայած ես ինքս այս ամբիոնից նախկինում բազմիցս ասել եմ որ ժողովուրդ պետքա այդ բանավեճից դուրս գամ, բայց այս բանավեճը ուրիշ մի հատ շերտ բացահայտեց գոնե ինձ համար, որը ես միջևես այդ դիտանկյունից չէի նայել, չէի նկատել, որովհետև այդքան որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, բայց այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց եւ նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է։ Որովհետև այն ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում ուժեղ այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց բանը Քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի շտուրմանը, որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա էլ եմ ասում, 3 ցուցակը որ նայես, ուժեղ Հայաստան դաշինք, Դաշնակցություն եւ ԲՀԿ, ճշգրիտ կալուտը խառնած է, բանի բլոտի պոկերի տրամաբանությամբ ու բաժանած է իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնց կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ բան անել, էլի, պատկերացնել։ Այն մեկը այնտեղ էր, ստեղից այն մեկը այնտեղ էր, հետո այնտեղ գնաց, հետո գնաց այնտեղ, հետո այնտեղ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ 2027
2027 թվականի 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ ասում են վերջին շանսն է, դա Քոչարյան, Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի ընդգծվում ժողովուրդ ջան, այս նախկին ներկա բանավեճը հաղթահարելու կամ ավելի ճիշտ վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը, որ ու սա շատ կարևոր է, ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն մի տարբերակ այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Եվ սա ուղղակի անցող, այսինքն չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի, որպես ժեխ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է, եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է թե չէ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն հələ տեսեք, երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք, ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բայց նրանք ինչ ասեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին։ Ասում են մենք վստահ ենք, որ հաղթելու են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Այդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են, ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչ ա։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ավելի ու ավելի բոմժ։ Ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Ու այս process-ը շարունակվելու է։ Ու հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը։ Իրանք գալիս են այս ամբիոնից բաներ են խոսում, մեր վրա հղում անելով, բայց ժողովուրդը հետև ուրիշ բան դռնփակ նիստելներ։ Բայց իրանք եկել են այս ամբիոնից խոսում են, որ մենք թոշակը չենք բարձրացրել։ Քանի հոգի վրա ասում են, չէ, թոշակը ինչ թոշակա բարձր, թոշակը չի բարձրացել։ Հայաստանի Հանրապետության քանի 600,000, թե 660,000 քաղաքացի արդեն այդ բարձրացրած թոշակը ստացել է։ Իրանք այս ամբիոնից գալիս խոսում են, ոնց կարա ասենց քաղաքական ուժ ընդհանրապես ձայն ստանա։ Իրանք գալիս են այս ամբիոնից խոսում են, որ ըստ էության առողջության ապահովագրության համակարգը, չնայած մենք հայտարարել ենք, որ ներդրված է, դա ձախողված համակարգ է։ Երեք ստեղ բաներ են խոսում, ուզում էի հասկանալ, այս մարդիկ ինչի մասին են խոսում։ Ինչի մասին են խոսում։ Այսինքն գալ ժողովրդին ասել շունուշանգյալ, ժեխ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին ներկա բանավեճ։ Փաստորեն ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում։
Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։ Հա, որ մենք դպրոց փակում ենք։ Բա այդ գիտեք ինչ, այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է։ Որովհետև իրանց պետք է, որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին, ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք, ենթադրենք բան են, ադնարազովից շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն, արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, այսպես կոչված ավերակներ իրանց պետք են, որովհետև այդ դպրոցից դուս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա ալնի, որ իրանց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում ավտոների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բա այդ երեխեքը գիտեք ինչ են սպարտիվկով, որովհետև դուք իրանց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարտիվկով, որ իրանք գնան օտար երկրներում ձեզ ծառային մի բառ ռուսերեն դաժե չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ դաժե առանց ձեր թույլտվության ոչ կարենան շնչեն, որ արտաշնչեն, որ վերջում էլ այդ երեխեքին ասեք, այ ինչ բան, շունուշանգյալ և ժեղ, բա իհարկե պետք են, բա լեկեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է, բա մանկապարտեզ չեն, մանկապարտեզները սերունդը ցեխերի մեջ է մեծացել, ցեխերի մեջ բառից բուն իմաստով, բա դուք պետք է ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասեք շունուշանգյալ, որովհետև այն երեխեքը, որը այսօրվա մեր կառուցած մանկապարտեզ են մտնում և այսօրվա մեր կառուցած դպրոց են մտնում, այդ դպրոցից դուրս եկող երեխեքի հարությունում դուք շանս չունեք, դուք բացի շունուշանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարա ունենաք, դուք ընդհանրապես ով եք, ես այդ պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիչներին, դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում, դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահեք, այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն և շալվար ունենալու շանս չունեն, էսա ձեր կառուցած և ձեր երազած հարությունը։ Մի հատ եմ, պարոն Օհանյան, եկել եք, այս ամբյոնից ասեմ բան եք, հանրությանը կոչ եք արնում։ Հազար ներողություն, ձեր կոչը ում է հետաքրքիր ընդհանրապես։ Ձեզ կոչը որևէ մեկին, որ հետաքրքիր էր, ձեր գոնե ձեր քաղաքական ուժը իր ցուցակում որևէ ձևով կներառեր։ Ես ձեզ խնդրում եմ անընդհատ կոչ արեք հանրությանը, անընդհատ, այնքան շատ կոչ անեք, այնքան ավելի ձեր քաղաքական ուժի խորհրդարան չանցնելու շանսերը մեծանալու է։ Այդ պոդկասթը, որ բան են անում, ընդհանրապես էդին նվեր է, ոնց անենք մի քիչ շատ անեն, որովհետև ինչքան շատ անեն, այնքան իրանց խորհրդարանում հայտնվելու շանսը փոքրանալու է։ Հիմա եկել են ասում են խաղաղություն։ Նախ այս մարդիկ էլի ինչ ապացուցեցին։ Իրանք եկան ասցին, որ այն խաղաղությունը, որը հաստատված է, դա Հայաստանի ձեռնտու չի, դա Հայաստանի շահերից չի բխում, որ դա, այսինքն իրանք ասում են մենք դեմ չենք խաղաղությանը։ Բայց իրանք ուզում են
Իրենք ասում են, այ խաղաղությունը մեր ժամանակ էր։ Եկեք նայենք ինչ խաղաղություն ա եղել իրանց ժամանակ։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2000 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2001 թվական 3 զոհ սահմանին, 2002 թվական 7 զոհ, 2003 թվական 11 զոհ, 2004 թվական 8 զոհ, 2005 թվական 14 զոհ, 2006 թվական 7 զոհ, 2007 թվական 7 զոհ, 2008 թվական 5 զոհ, 2009 թվական 6 զոհ, 2010 թվական 11 զոհ, 2011 թվական 10 զոհ, 2012 թվական 13 զոհ, 2013 թվական 6 զոհ, 2014 թվական 26 զոհ, 2015 թվական 38 զոհ, 2016 թվական 22 զոհ, 2017 թվական 22 զոհ։ Էս է իրանց ուզած խաղաղությունը։ Հիմա այս 20 թվականի մասին թիվը Չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է եւ մենք երբեք դա չենք այդ դուք եք որ 1000-ով անընդհատ 2000-ով 3000-ով ուզում եք ավելացնեք եւ չի արձանագրվում մի բան որ ի վերջո ասում են ինչ ես ասե Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես մեր կուսակցության համաժողովում մի անգամ այդ թեմային չէ, մի անգամ մեր կուսակցության համաժողովում մի անդրադարձել եմ, բայց կա նաեւ մի իրողություն, հարգելի գործընկերներ։ 94 թվականից, 95 թվականից փաստացի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Ու այդ կետը եղել է փակուղային կետ։ Եվ հիմա էլ նոր բան, այս մարդիկ տենց էլ բան չարին։ Եկան մի հատ քննիչ հանձնաժողով, չգիտեմ, այս կբացահայտենք, Ղարաբաղի հարցի բանակցային թղթերը։ Հրապարակեցին Ղարաբաղի հարցի։ Հիմա էլ ընկել են բանը քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ասենք ձեզ պարզ չի էսա էտել է ինչ որ ձևով պետք է հրապարակվի։ Ասենք այդ փոսխին անդադին չեք կանգնում։ Այո, մենք այդ մարտահրավերի հետ առերեսվել ենք։ Բայց 30 տարի անկախության 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, ու սկսել ենք հարցեր տալ, ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից, ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները, ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է այդ թակարդից դուրս գալ, որովհետև եթե թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք։ Եվ դա այո, ես ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, եւ դա պետք է ասել, որ մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից։ Այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները եւ նրանց սատելիտները մեզ անընդհատ մցրել են ու պահել են փակուղում։ Ու ամեն ինչը բացարձակապես բացատրել են դրանով։ Եվ մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղ, սրա համար խիզախություն է պետք։ Սրա համար խիզախություն է պետք եւ մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք։ Պարոն Խաչատրյանը ասում է պատերազմը ավարտվում է եւ պատերազմի պատճառը հանգուցալուծվում է կամ չգիտեմ ինչ։
այտենց մի բառ օգտագործում, բա այդ ենք ասում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Էս է ամբողջ խնդիրը։ Եվ մենք այո գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով։ Հիմա էլ գիծ են տանում իմ պրո-թուրքականության եւ իմ պրո-ադրբեջանականության մասին։ Որովհետեւ այս մարդիկ ասում են, տեսեք, ինչ են ասում, ասում են դե մենք դեմ չենք խաղաղությանը, իրանք երբեք դեմ չեն եղել խաղաղությանը։ Բայց իրանք խաղաղությունը միշտ քննարկել են տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Հասկանում եք։ Տարածաշրջանից հազարավոր կիլոմետր Մոսկվայում, Բրյուսելում, այլ տեղերում, Քիվեստում եւ այլն եւ այլն։ Մենք միշտ էլի եմ ասում, խաղաղության մասին մեր պատկերացումն է նա, որ մենք Ավստրալիայի հետ ունենք հարատև եւ հուսալի խաղաղություն։ Իսկ խաղաղությունն է նա, որ դու ունես քո տարածաշրջանում, ո՞նց եք պատկերացնում խաղաղություն, այն փնտրելով տարածաշրջանից դուրս։ Դա պատերազմ է։ Դա ինքնին պատերազմ է։ Մենք ունեցել ենք այդ համարձակությունը, գնանք եւ խոսանք։ Մենք ունեցել ենք համարձակությունը, խոսենք, ուրիշ բանել են ասում։ Ասում են, քանի որ գրել էի, ասում է, որ այդ նշանակում է, որ դու Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Հա, պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։ Եվ այո, այս ընտրություններում ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, նաև այդ տրամաբանությամբ։ Որ ակնհայտ լինի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս քաղաքականությունը պաշտպանում է, տերականգնում այս քաղաքականությանը։ Ընդ որում, ասում եմ, երբեք չեմ ունեցել եւ չունեմ այն հրապարակային հայտարարված եւ գրավորից դուրս որևէ պայմանավորվածություն։ Այո, հենց առանցքը եւ նրբությունը դա է, բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված են եւ հրապարակված են այդ պայմանավորվածությունները։ Դուք եկեք պայմանավորվածությունների բովանդակությունից խոսացեք։ Չունեն ասելիք։ Հա, այդ էլ բանն էր, դատի են տալիս, խաղաղության համաձայնագրի բանը, տեքստը չեն տալիս ծանոթանան, գնում ենք մի քանի անգամ թողեցին, գնացին ծանոթացան, գնում ենք կարդում, գալիս ուրիշ բաներ էին պատմում։ Բա հիմա հրապարակային է, ով է հիշում ընդդիմությունը, վերջին անգամ, երբ այս ամբիոնից եկե բռնել խաղաղության համաձայնագրի կամ չգիտեմ հռչակագրի տեքստը, սկսել տող կարդալ եւ բան անել։ Երբ եղել է տենց բան ընդհանրապես։ Չէ, հրապարակումից, բա հրապարակումից առաջ, երբ որ դա կոնֆիդենց, ինչ ասես ասում էին, հենց հրապարակվեց, այդ թեման ամփոփվեց։ Նույնն էլ բանակցային թղթերը, բա հիմա հրապարակված են, ասում եք, հլը հրապարակեք, մենք երբ եք տեսել, որ ընդդիմությունը կամ այս ամբիոնին, կամ հրապարակային կանգնի, ասի թուղթ մեկ, հլը տեսեք, ես ինչա գրած, հլը տեսեք, ես ինչա գրած, հլը տեսեք, ես ինչա գրած։ Ըստ էության, այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան, առաջինը, որ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական եւ առանցքային խնդիրն է։ Հիմա էլ նոր խոճապ է սկսել։ Մի ժամանակ ասում են, որ բանակը, չգիտեմ, բան անպաշտպան ենք, սահմաններ, հիմա մենք ասում ենք լավ, ժողովրդին ցույց կտանք, հիմա էլ սկսել են բանի, ինչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, որ ցույց են տալու, այդ չի, ուրիշ բան են ցույց տալու,
Էս ինչ եք խառնվել իրար։ Ինչ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, էս ցույց տվեք։ Էս ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Դրա համար ենք ցույց տալիս։ Եվ ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք Հայաստան դաշինքը ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետև չի կարա այդքան լկտի ձևով հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը, էլի հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Ես չեմ կարա հավատամ, կներեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Մենք մեր բանի խոսույթում, եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Անհարգալից։ Ում մտքով տենց բան անցնի, որ այդ իրեք քաղաքական ուժը կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է։ Այո, ժողովուրդը որոշում է, այդ եմ ասում, մի հատ բանը այդ 62 երկրի պասպորտ ունեցող անձը ասում են ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ, ասում են մենք հա, մնաց այսքան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան, մի անգամ ժողովրդի անուն չեն տվել, իսկ մենք տեսել եք երբևէ մենք ասենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու։ Մենք ասում ենք, որ ժողովուրդ ջան, տեր կանգնիր խաղաղությանը եւ մեզ պետք չի պարզապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չպետք է պարզապես խորհրդանական մեծամասնություն ձևավորվի, պետք է որ համադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղության տեր կանգնելու process-ը գնա միջև վերջ։ Իսկ իրանք ասում են մենք վստահ ենք, մենք այս ենք անելու, ենք անելու և խոսում են շուն ու շանգյալների և բոշաների մասին։ Եվ այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջիկա քաղաքական դիսկուրսը։ Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի հետևյալը։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը եւ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին եւ քաղաքական բոշաներին պետք է ուղարկի հարատև քաղաքական ինչ տարբերակներ կան ուրիշ։ Կարանք դնենք քվեարկության դուրս հարատև քաղաքականությունից դուրս։ Հա իմիջիալոց ասեմ, որ երեք ապօրինի գույքի բռնագանձման գործով ես այսօր առավոտը կարդացի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է
եւ համոզված եմ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու process-ը այլևս